լրագրողներ մեզ ասեցին, որ ինչ եղավ, մի քիչ կառաջանակ, այո, Անահիտ ջան, արի, մենք ի սկզբանե մտանք, ասեցինք, որ չենք եկել հանդիպելու բաժնի պետի եւ այլ մարդկանց հետ, մեր պահանջը միայն հանդիպել դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ձեզ ուղղակի կհանձնենք թղթերը, ոչ մի խնդիր, բայց մենք պահանջում ենք, որ գա, հրաժարվում է, այո, հրաժարվում է, չի իջնում եւ չպիտի, Okay, ֆիքսենք, հարգելի լրագրողներ, ոչ, չընդունեց մեզ հասարակ մահկանացուներից, չընդունեց գուցե կոստյումով չէինք դրա համար, հա։ Ու մենք այդ կատակից ասացինք, որ այն պատասխանատվությունը, որը որ այսօր մնում է այն մարդկանց, ես տենց եմ կարծում, արձանագրենք, որ Դավիթ Մինասյան, 12-րդ դասարանի աշակերտը, որը կանգնած էր եկեղեցու բակում, իր երկու ոտքերի վրա, նորմալ կանգնած աղոթք էր անում, իր աղոթագիրքը ձեռքը, պատարագի էր մասնակցում, ինքը հիվանդանոցում պարկած չէր, ֆիքսում ենք այս պահը, իր եղունգները սևացած չէին, ֆիքսում ենք այս պահը եւ այսպես կիսաուշա գնաց վիճակում հիվանդանոցում չէր։ Ու այն ամենը, ինչ որ այսօր կատարվում է, վաղը կատարվելու է, այս բոլոր մարդկանց այո, խղճին է։ Մենք իրենց փոխանցել ենք, որ այդ ամեն ինչի դեպ նկարահանված է, եթե ինչ որ բան պատահի Դավիթի հետ, Աստված չանի, այս ամեն ինչը, թե ի պաշտոն է, թե մարդկային իրենց խղճի վրա է, որովհետև բացի պաշտոնյաները, նրանք գրեթե բոլորը ծնող են եւ ունեն երեխաներ։ Ամեն ինչ այս կյանքում պաշտոնով չի։ Վերջո այս խուսափողական մոտեցումը ինչի համար է ձեզ Տիկին Հովհաննիսյան, ինչու ուղղակի չընդունեց, չխոսեց, թող մերժեր, բայց օրինակ ընդուներ։ Այդ ինձ թվում է երևի իրան պետք է հարցնեք, ես չեմ կարող ասել, ըստ մեզ գուցե չէր կարողանալու ասել այո արդարացի է այն կալանքը որոշումը, որը տրված է, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ասելու էր հա դե նորմալ է, որ ինքը կալանքի տակ է այդ երեխան հիմա հիվանդանոցում է, եղունգները սևացած է, ուշաթափություն է ունենում եւ այլն, նորմալ է, ինձ թվում է ոչ մի մարդ, ոչ մեկ, ոչ գլխավոր դատախազ, ոչ է նույնիսկ դատավոր չի կարող ասել դա նորմալ է, հենց այդ հումանիստական մարդասիրական զեղումներից ելնելով հաստատ չէր կարողանա ասել, իսկ ես վստահ եմ, որ մի կաթիլ Աստված նրանց մեջ մնացել է ու այս ակցիային Աննան երևի ավելի վատատես է, բայց ես վստահ եմ, որ այս ակցիային պիտի աչալուրջ լինեն եւ հասկանան, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում հաշտ չեն այն ամենի հետ, ինչ որ հիմա կատարվում է 18 տարեկան Դավիթ Մինասյանի հետ։ Եվ սահմանափակելով խոսքս ուղղում եմ Տիկին Վարդապետյանին։ Տիկին Վարդապետյան, մի վախեցեք հանդիպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Այսքանը շնորհակալ եմ։ Հաջորդիվ ձեր անելիքները։ Մենք կհետևենք ամեն դեպքում, այո, կսպասենք, կհասկանանք, բայց այդ չի նշանակում, որ լռելու ենք, այսինքն մեկը ես նույն տեմպերով պայքարելու եմ, իմ սոցհարթակներում եւս ու կարիքի դեպքում էլի նորից կխնդրենք, որպեսզի մարդիկ միանան մեզ եւ էլի փորձենք ինչ-որ բան։ Ժամանակում են իրենք պատասխանել։ Չեն ասել, իմ ու Անահիսի կոնտակտները խնդրել են, փոխանցել ենք, հիմա տեսնենք։ Շնորհակալություն։ Ձեզ շատ շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորին։ Ձեզ լավ օր։ Հա, 50-ից ավել է։ 50-ից մոտավորապես չհասցրեցի, քանի որ սահմանափակ